Տնտեսության հետ կապված ավիրում է իրապես տնտեսությունը, մենք տեսնում ենք այս բաժանմիջոցների հետևանքով զրկարտադրողներն էին կառավարության մոտ, Ծիրանի շուկան խափում, ասում են Ծիրանը Եվրոպա գնում, պարզվեց Իսպանիա գնացել, ընդ փչացած Ծիրանը գնացել։ Խնդրեմ այս մասով պարոն Բոզյան պետք է դիմեմ ձեզ, որ մանրամասն ասեք, թե սա ինչ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա եւ հայ մարդը ինչ վիճակում է։ Տեսեք, ես նորից եմ կրկնում, տնտեսությունը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմում է 2025 թվականի դրությամբ կազմել է 21 միլիարդ դոլար, 21 միլիարդ դոլարից 7.6 միլիարդը եղել է Ռուսաստանի հետ, 2.5 միլիարդ եղել է Չինաստանի հետ, 2 միլիարդ եղել է Էմիրատների հետ, 2.5 միլիարդը ընդամենը եղել է Եվրոպական միության հետ, մնացածը այլ երկրների հետ, հա։ Հիմա տեսեք, եթե մենք հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրային հետ հարաբերությունները Չինաստանի եւ Էմիրատների հետ այդտեղ մեծ գործոն է եղել նաև ռուսական կապիտալը, այսինքն Ռուսաստանը միջնորդավորված մեծ դեր է կատարել, դա նշանակում է, որ փաստացի ուղղակի կամ անուղղակի մակարդակով Հայաստանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի եւ ռուսական կապիտալի հետ կազմում է 7.6-ին գումարեք 4.5 միլիարդ դոլար, այսինքն դա կնշանակի մոտավորապես 12 միլիարդ դոլար, 12 միլիարդ դոլար 21 միլիարդից, այսինքն 12 միլիարդ դոլար այս կամ այն իմաստով ինքը կապված է Հայաստանի տնտեսությունը, կապված է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի էկոնոմիկայի հետ, Ռուսաստանի շրջանակների հետ։ Այդ կապը քանդել, դա նշանակում է կազմաքանդել Հայաստանի տնտեսությունը։ 2.5 միլիարդ ԵՄ-ի հետ կապի մեջ Հայաստանի էքսպորտը մոտավորապես 400 միլիոն դոլար է կազմում, ոչ ավել, այսինքն առյուծի բաժինը իմպորտն է գալիս։ Այստեղ խոսել են բանի մասին, որ Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել լուրջ մակարդակով, դա ճիշտ ասած մի քիչ հիմարություն է կամ անազնվություն։ Այլ խնդիր է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի կարողանար դիվերսիֆիկացնել, որտեղ իսկապես դիվերսիֆիկացիան Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը մի կենտրոնից կախված չլինի, բայց դրա համար պետք է ոչ թե քանդել այդ կենտրոնը, այլ զարգացնել այլ ուղղությունները։ Հիմա Հայաստանը ինչ է անում, ինքը քանդում է այս ուղղությունը, տենց է ստացվել։ Այս ուղղությունը փորձում է զարգացնել, բայց որևէ շանս չունի, հիմք չունի զարգացնելու համար, արդյունքում Հայաստանի տնտեսությունը կրճատվելու է, մարդկանց կենսամակարդակը սկսելու է անկում ապրել, ես էլ չասեմ այն, որ եթե հանգարց մենք մեր նկատմամբ լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանը, ապա ես կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի ծանր վիճակի մեջ կհայտնվի, չեմ ուզում նույնիսկ դրա մասին մտածել։ Ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը եւ նմանատիպ սցենար որ պարագայում կլինի եւ ընդհանրապես այս փուլում հայ-ռուսական այս հարաբերությունների այս վիճակը ինչպես կգնա։ Վրա ես չեմ ուզում վատ գուշակություններ անեմ, որտեվ նրանց ստացվում է, որ մարդիկ գալիս են վատ բաներ են ասում, ես միշտ ուզում եմ, որ օպտիմիստ լինեմ, որ հույս ունեմ, որ մենք չենք հասնի այդ վիճակի մեջ, անկախ նրանից թե ինչ կլինի, ես այն հույս ունեմ, որ մենք այդ վիճակի մեջ չենք հասնի, չեմ ուզում այդ նույնիսկ որտեվ այդ կանխատեսումները շատ մռայլ հետևանքներ կան ունենալ։ Այդ կանխատեսումները կարող են կապված լինել մեր ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության խնդրի հետ։ Ես դրա համար եմ ասում, մենք հիմա դեռ արի ձեռնպա մնանք այս վատ կանխատեսումներից, որտեղ նույնից եմ ասում։ Իշխանությունը տանում է, չէ՞ դրա։ Այս իշխանությունը տենց է ստացվել, որ հայ մարդը իմանա ու ինչի է հասցնում, էլ ավելի արդեն իսկ իրավիճակը կատաստրոֆիկ է։ Մարամ ջան, ես հասկանում եմ, ես կարծում եմ եւ համոզված եմ, որ անկախ ամեն ինչից մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, մեր քաղաքական դաշտը կզարթնի այս իրավիճակից, որտեղ քնած վիճակի մեջ ենք մենք, ամեն մեկը չգիտեմ ինչով է զբաղված, եւ մենք իսկապես մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, հիմա ասենք մենակ, չգիտեմ, Ծիրանի գյուղացիներն են զարթել կամ ձուկ վաճառողներն են զարթնել, վաղը մյուս օրը արդեն շատ ավելի մեծ շերտեր կլինեն, այդ ժամանակ արդեն որ հասարակությունը զարթնի, որտեղ գիտեք, մարդկանց հետ աշխատել է պետք, մարդկանց պետք է նաև բացատրել, որ թվերով պետք է բացատրել, ոչ թե վերացական, երբ որ դու ունես 12 միլիարդ դոլարանոց կապեր այս մի երկրի կամ տնտեսական, եթե դու բացատրում ես մարդկանց հետ, մարդիկ հասկանում են, որ դու չես բացատրում, մարդը թվում է թե Ծիրանը որ վաճառում է, ասեն դա բնական վիճակ է, դա արդեն աստված տվել է, չկա տենց բան, ժողովուրդ ջան։ Շուկայի համար ամբողջ աշխարհում գնում է պայքար, շուկան նվաճում են։ Եվ եթե շուկան դու կորցնես, հետո շատ դժվար է այդ շուկան նորից վերականգնելու։ Հիմա Հայաստանը կորցնում է իր ավանդական շուկան Ռուսաստանում, հետո շատ դժվար է վերականգնելու, շատ դժվար է։ Այսինքն նույնիսկ եթե հիմա նոր իշխանություն գա, այդ նոր իշխանությունը նախ եւ առաջ պետք է տնտեսապես կարողանա վերականգնել այդ շուկան, որտեղ մտնում են ուրիշ
արտադրողներ, հասկանալ թե ինչ նախնդիրը։ Սա այսինքն հետևանքները շատ ավելի վտանգավոր եւ վատն են լինելու, քան որ մարդը շատերը պատկերացնում են։ Բայց քանի որ մարդկանց չեն բացատրում դա, խոսում են մենակ վերացական գնահատականներով, առարկայական բացատրություն ցավոք մեր մոտ չի եղել, որ քաղաքական դաշտում մարդկանց թվում է թե մենակ բանը քփուրներ են տալիս, թվում է թե էտա, բայց երբ որ դու մարդուն բացատրես, որ ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական մակարդակի ոչնչացում, ինչ է նշանակում այս սեգմենտի ոչնչացում, վաղը եթե հանգարց, չգիտեմ, դրամային փոխանցումները սահմանափակվեն, վաղը որ հանգարց աստվածչանի գազի գինը բարձրանա, այդ ինչ է նշանակում, մարդիկ չեն հասկանում, չեն պատկերացնում, բայց իրաց չեն բացատրել, որ դա մարդիկ հասկանան։ Սա է խնդիրը։ Ձեր ասում գոնե մեկը դուք բացատրել եք։ Ես միշտ եմ ասում, ոչ միայն մենք ենք բացատրում, այլ մեր կուսակցությունը, եթե դուք հիշում եք, ընտրություններից առաջ մենք 10 կետանոց տնտեսական բան առաջարկություններով հանդես եկանք, որը շատ լուրջ առաջարկություններ էր։ Պարզապես նախընտրական արշավում ցավոք սրտի մեզ շեղեցին այդ process-ից, մտան հայոյանքների դաշտ, այդ հայոյանքների դաշտում հետո բանը ձերբակալություններ գնաց, որի արդյունքում մեր տնտեսական ծրագիրը, մեր ամբողջական առաջարկությունը պաստորեն մնաց օդի մեջ կախված։ Սա նաև միգուցե նաև մեր մերկն է, որտեղ մենք դիք շեղվեինք եւ մարդկանց ավելի մանրակրկիտ ներկայացնենք, բայց դա արդեն անցած գնացած խնդիր է։ Եվ Միացյալ Նահանգներ Իրան իրավիճակի ստեղծնատեք, պայթում են ռումբերը, շարունակում են խնդրել։ Տեսեք, ես այս հարցին սենց պատասխանեմ։ Թեհրանում առաջին անգամ հոբն է աշխատել։ Տեսեք, ես կփորձեմ ավելի լայն ձևակերպեմ այդ խնդիրը, որը ավելի առարկայական լինի Հայաստանի համար, թե ինչ է նշանակում։ Որովհետև մարդկանց թվում է թե Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը դա մոտավորապես, չգիտեմ, Մադագասկարի եւ, չգիտեմ, Բոտսվանայի մեջ պրիվ լինի, որը շատ հեռու լինի մեր Հայաստանի համար։ Իհարկե ոչ։ Տեսեք, ուշադրություն դարձրեք հետեւյալը, որ մեր հյուսիսում կա մեծ պատերազմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Հարավում կա պատերազմ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Օրմուզի նեղուցի խնդրեմ կա, հյուսիսում էլ խնդրեմ կա, այսինքն փաստացի Կովկասյան տարածաշրջանը Մարիամ, այն եզակի տարածաշրջանն է մնացել, որտեղ դեռ խաղաղություն կա եւ տրանսպորտային, այսպես ասած, կոմունիկացիաները կարող են աշխատել եւ այդ իմաստով Կովկասյան այս տրանսպորտային կոմունիկացիայի կարեւորությունը շեշտակի մեծացել է համաշխարհային առևտրի համար եւ Կովկասի կարևորությունը շեշտակի մեծացել է եւ Ռուսաստանի համար, եւ Միացյալ Նահանգների համար, եւ Եվրոմիության համար, եւ Չինաստանի համար, որտեղ Չինաստանը մետաքսի ճանապարհը, որ ինքը կառուցում է դեպի Եվրոպա, այդ մետաքսի ճանապարհը Ռուսաստանով պրոբլեմատիկ է գնում, հարավով էլ է պրոբլեմատիկ, Կովկասով դեռ ինքը կարող է աշխատել։ Հիմա ինչ անում Չինաստանը։ Չինաստանը փորձեցի մետաքսի ճանապարհի այս ուղղությամբ ինքը փորձում է ենթակառուցվածքներ սարքել։ Օրինակ Վրաստանում Անակլիայի պորտը, որ ինքը պատրաստ էր, այսպես ասած, գլխավոր օպերատոր դառնալ, Միացյալ Նահանգների մեջ ճնշման արդյունքում Վրաստանի կառավարությունը հետ քաշեց, բայց միաժամանակ հետ քաշելով չի ուզում հանձնի ամերիկացիներին, որտեղ դա, այսպես ասած, դժգոհություն կառաջանա չինական կողմի մոտ։ Եւ արդյունքում փաստորեն Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը դարձել են այսպես ասած, պայքարի կռվախնձոր Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների համար։ Եվ այդ կռվախնձորի մեջ շատ ճիշտ քաղաքականություն վարում է Ադրբեջանը, փորձում է ինքը բալանսավորված քաղաքականություն վարել եւ Ռուսաստանի, եւ Չինաստանի, եւ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ։ Փորձում է նույն քաղաքականություն տանել Վրաստանը, բայց Վրաստանին թույլ չեն տալիս, իրանք պայքարում են Վրաստանը այնուամենայնիվ դարձնեն միակողմանի եւ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես պարկել են, ուղղակի ուրիշ ձևակերպում չեմ կարող ասեմ, ուղղակի պարկել են, ասենք, արևմտյան երկրների տակ եւ պրակտիկորեն անհետաքրքիր են դարձել արդեն Չինաստանի համար։ Այսինքն Չինաստանը Վրաստանում պայմաններ է դնում, այսքան մեծ ներդրում կդնեմ, եթե դու Անակլիայում հանգարց թույլ չտաս, որ ամերիկացիների տակ անցնի։ Ադրբեջանում արդեն ներդրումներ կանի, որտեղ Ադրբեջանը իրան ճիշտ է պահում։ Հայաստանը փաստացի ինքը նույն տրիպը փաստացի, երբ որ ինքը ամերիկյան վերահսկողության տակ է, ինքը արդեն հետաքրքիր չի լինելու այդ ուղղությունը չինական ապրանքների համար։ Չինաստանը հիմնականում տանելու է Ադրբեջանի Վրաստանի ճանապարհով։ Եթե մենք կարողանանք տրիպի մեջ շրջանակի մեջ գոնե բերեինք նաև Չինաստանի եւ Ռուսաստանի շահերը, ել չեմ ասում անվտանգային խնդիրները Իրանի հետ կապված, ապա այդ ժամանակ մենք հետաքրքիր կարող ենք դարձնել նաև այս ճանապարհը, բայց այս իշխանությունից նման բան սпасել իմաստ չունի, որտեղ այս իշխանության համար տրիպը նման տիպի նախագծերը ոչ թե Հայաստանի զարգացման խնդրի համար են,
իրանք խնդիր են լուծում իրենց իշխանությունը փրկելու համար, իրանք փորձում են մեծ ձայններ կանչեն Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից, որպեսզի իրանք քանդված իշխանությունը կարողանա փասին, եթե մենք չունենք, ուրիշը գա կարողա պետք է դուք այդ շահերը չկարողանաք ունենալ։ Սա է այս իրավիճակը։ Այսինքն Հայաստանում իսկապես կենսական անհրաժեշտություն կա, որ մենք կարողանանք ունենալ նորմալ ազգային իշխանություն, որը կարողանա բալանսավորված քաղաքականություն տանելով Հայաստանը իսկապես Հայաստանի գրավչությունն էլ բարձրացնի Վրաստանի մակարդակով, մենք այդ շանսը ունենք։ Եվ մենք կարողանանք իսկապես խաղաղության եւ առևտրի խաչմերուկ դառնալ այս տարածաշրջանում, այդ երկրներից մեկը դառնալ, համենայն դեպս Վրաստանից հետ չմնալ այդ իմաստով, որտեղ Վրաստանում անգամներով ավելի շատ մեծ ներդրումներ են գնում, ասելու բան չունեմ, արաբական երկրներից, Չինաստանից, Միացյալ Նահանգների պայքարի արդյունքում իրանք էլ կարող են շահագրգռվածություն ունենալ ներդրումներ անել, հասկանում ես, Ռուսաստանն է ներդրումներ անում, Ռուսաստանի ներդրումները պակաս չի, ասեմ քեզ, եւ այդ իմաստով մենք պետք է ունենանք լեգիտիմ մակարդակով վստահելի ազգային իշխանություն, որը կարողանա իսկապես բալանսավորված քաղաքականության արդյունքում նախապահովել մեր անվտանգությունը, եւ երկրորդը մենք կարողանանք իսկապես լուրջ խաղացող դառնալ տարածաշրջանում։ Սա ամենակարևոր խնդիրն է։